Բարև ձեզ, ես տեխնոլոգիա դասագրքի հեղինակն եմ, ձեզ կներկայացնեմ առաջին դասարանի տեխնոլոգիա դասագիրքը։ Դասագրքի սկզբում ներկայացվում է պայմանական նշանները, որով պետք է առաջնորդվել դասագրքից օգտվելու ընթացքում։ Պայմանական նշաններում ներկայացված են, դուք տեսնում եք, տեսադասերի, հարցերի, սոսնձելու, կտրելու, պատռելու պայմանական նշանները։ Դասագրքում ներկայացված են ծրագրային բաժինները։ Յուրաքանչյուր բաժնում պարզաբանվում են այդ բաժնի նպատակը և խնդիրները, որին հետևում են նաև այդ բաժնում նախատեսված դասերը։ Ծրագրային հաջորդ բաժինը, որը անհրաժեշտ է, դա գործիքներ և սարքավորումների բաժինն է։ Այստեղ նույնպես ներկայացվում են գործիքներ սարքավորումներ բաժնի նպատակը և վերջնարդյունքները։ Այս բաժինը ենթադրում է, որ երեխաները պետք է ծանոթանան աշխատանքային գործիքներին և սարքավորումներին և դրանց կիրառման ձևերին։ Դասագրքում շատ հստակ ներկայացված է ձախլիկների և աչլիկների գործնական աշխատանքների կատարման տեխնիկան, որտեղ հստակ տրվում են ցուցումները։ Դաս երկրորդում դուք տեսնում եք ինչպես օգտվել մատիտից, որտեղ մենք ներկայացնում ենք և ուսուցչի և աշակերտի կատարման գործողությունները։ Դասագրքի զույգ էջերում տրվում է ուսուցչի գործառույթը, որտեղ ներկայացվում է հարցադրումներով, ցուցումներով, հրահանգներով, հիշեցումներով, իսկ դասագրքի կենտ էջերում տրվում է առաջադրանքները։ Դաս երրորդում մենք տեսնում ենք մկրատ թեման։ Դասագրքի զույգ էջում տեսնում ենք, թե երեխան ինչպես պետք է բռնի մկրատը, ինչպես փոխանցի, ինչպես գործացի։ Ուսուցիչը պետք է առաջնորդվի տրված հարցերով, հիշեցումներով։ Առաջադրանքների էջը ունի այսպիսի կառուցվածք։ Տրվում է առաջադրանքի պահանջը, իսկ էջի վերևի մասում տրվում է օժանդակ նյութերը, որտեղ երեխան պետք է կտրի, այստեղ կետ գծերով ընդգծված են կտրման հատվածը, կենտ էջերի վերևի մասում տրված օժանդակ նյութերը, լրացուցիչ թղթերը երեխաները պետք է կտրեն և սոսնձեն համապատասխան տեղում։ Արդեն դիտարկենք այս դասը։ Ուր է իմ պոչիկը։ Այստեղ առաջին էջում, զույգ էջում տրված է ոտանավորը, հարցերը, որով ուսուցիչը պետք է առաջնորդվի։ Երեխաների ուշադրությունը կենտրոնացի դասի պատկերների բովանդակության վրա, իսկ դասի առաջադրանքի կատարման համար կենտ էջում ներկայացված է պատկերները, կենդանիները, իսկ պոչիկները չկան։ Հետևաբար պետք է պոչիկներ վերևի մասում տրված են պոչիկները կենդանիների, որտեղ երեխան պետք է կտրի և դնի համապատասխան կենդանու մոտ և սոսնձի։ Առանձնահատկությունը դասագրքի կայանում է նրանում, որ դասերի սկզբում ըստ հաջորդականության, ինչպես գիտեք, ուսուցման սկզբունքներին հավատարիմ մնալով, սկզբում տրվում է ավելի պարզ առաջադրանքները, գնալով ավելի բարդանում է։ Հետևաբար դասերը սկզբնական շրջանում նախատեսված են թղթի պատռման տեխնիկայով, որը հաջորդաբար դեպի անցումը մի քիչ բարդացնելով գնում է արդեն կտրման տեխնիկա։ Այն երեխաները, ովքեր դժվարանում են առաջադրանքները կատարել, նրանք կարող են կատարել պատռման տեխնիկայով, մինչև կարողանան մկրատից օգտվելու կանոններին տիրապետել և կարողանան կտրման տեխնիկան իրականացնել։ Այստեղ օրինակ, եթե դիտարկենք դանդաղաշարժ կրիան դասը, ոտանավորը կրիայի վերաբերյալ և հարցերը, սա ուսուցիչը պետք է իրականացնի դասի խթանման փուլում, իսկ իմաստի ընկալման փուլում արդեն կատարվի իրականացման գործընթացը։ Վերևում մենք տեսնում ենք ձվաձև պատկերներ և երկու ամպիկ, որը աշակերտը պետք է կտրահանի և սոսնձի համապատասխան տեղում։ Դասագրքում ընդգրկված են նաև թեմաներ, որոնք իրականացում են զրույց քննարկումների միջոցով։ Այդպիսի թեմաներն են կենցաղ և ընտանիք, առողջ սնունդ, սննդի պատրաստում և դիզայն կիրառական արվեստ, որտեղ ընդգրկված են նաև կտրման, պատռման տեխնիկաները,